Կիևը դեռ խավարի մեջ է։ Վերջին 4 տարվա ամենածանր էներգետիկ ճգնաժամին է բախվում Ուկրաինայի մայրաքաղաքը։ Քաղաքապետ Կլիչկոն նորից կոչ է արել կիևցիներին լքել քաղաքը։ Որոշ բնակիչներ օրական մինչև 20 ժամ հոսանք չեն ունենում։ Ռոյթերզին ասել է Վիտալի Կլիչկոն։ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա ռուսների պարբերաբար դարձած հարձակումների հետևանքները մեղմելու համար Կիևի գործընկերները լրացուցիչ գեներատորներ են տրամադրել։ Այդուհանդերձ մոտ 100 տուն միայն Կիևում դեռ առանց ջեռուցման է, իսկ դրսում -11 է։ Ուկրաինայի վիճակը նախանձելի չէ նաև ճակատում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ամեն օր մի նոր բնակավայրի նկատմամբ վերահսկողության մասին է հայտնում։ Այսօր Զապորոժիեի մարզի Պրիլուկի գյուղն է անցել ռուսների հսկողության տակ։ Դաշնության պաշտպանության նախարարության տարածած կադրերում երևում է նաև, թե ինչպես է ռուս զինվորը դրոշ դնում 3 վերահսկողության տակ առնված Դոնեցկի Զակոտնոյե բնակավայրում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների ոչնչացման մասին։ Կիևը պատրաստվում է նոր դիմակայության։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ բանակի հոբ ստորաբաժանումը հատուկ առաջադրանք է ստացել Ռուսաստանի նոր զանգվածային հարձակումները հետ մղելու համար։ Այսօր հատուկ առաջադրանքներ են տրվել հոբ ստորաբաժանումներին եւ բանակին։ Մեր հետախուզությունը հաղորդում է, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարձակումների։ Մենք անկեղծորեն խոսում ենք մեր գործընկերների հետ հոբ հրթիռների եւ մեզ այդքան անհրաժեշտ համակարգերի մասին։ Մատակարարումները բավարար չեն, այժմ շատ բան արվում է միայն Ուկրաինայի պաշտպանության նախարարության մակարդակով։ Խնդրում ենք ուշադիր լինել օդային հարձակման մասին ահազանգերին։ Ուկրաինան դրոնային հարձակմամբ է պատասխանում Ռուսաստանին ու մխիթարվում Եվրոպայից եկող լուրերով։ Եվրահանձնաժողովը Ուկրաինայի համար Եվրամիությանը պարզեցված ընթացակարգով անդամակցելու պլան է մշակում։ Իհարկե, Եվրամիության բոլոր բարիքներից օգտվել չի հաջողվի։ Ընդհանուր բյուջեն հասանելի չի լինի Կիևին, մուտքը եվրոպական շուկա սահմանափակումներով կլինի, իսկ որոշ իրավիճակներում Ուկրաինան ձայնի իրավունք չի ունենա։ Եվրահանձնաժողովի նոր առաջարկները փետրվարին կամ մարտին կստանա Կիևը, Պոլիտիկոին ասել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը։ 2 օր առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցությունը Ուկրաինայի համար անվտանգության առանցքային երաշխիք է։ Կարծես հաստատվում է տեղեկությունները, որ Եվրամիության անդամակցելու գինը Ուկրաինայի տարածքային զիջումներն են լինելու։ Թերեզա Կադաևչյան, Էլեն Յայինյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։